Բեկումային տարի էր, ես դեռ չեմ տեսնում ինչ-որ դրական հետևանք։ Նախանցյալ տարավերի լավ էր, կանց թե հիմա, քանի գնում վատանում է։ Ես այսօր վաղվա հույսը չունեմ, եւ չունեմ նաեւ իմ երեխեքի համար բանի համար։ Ամենավատը դա է, որ մարդը հույս չունի։ Լավ չէր, բայց դեպի վատ չգնանք, էլի, լինի վերջի մակարդակ, որ բարձրանանք։ Անցնող տարում ինձ թվում է, էլի ոչինչ չարեցին հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար։ Ոչինչ չարեցին, ընդամենը։ Ինչ արեցին, իրանց համար արեցին։ Որ ձեռքբերում կարող եմ նշել, ոչ էլ ասենք ձախողում։ Տեսնենք էլի մաքսիմումից ինչ կարող ենք սպասել։ Ուզում եմ նշել այդ տրանսպորտի թանկացումը, որ մի պահ 150 դրամ դարձավ, ու հիմա նորից ասում են դառնալու է նույնիսկ 200 դրամ, այ դա շատ վատ էր։ Ինչպես նաև կորուստներ բազմաթիվ ունեցանք, հայտնի մարդկանց կորուստներ։ Միանշանակ համոզված եմ, որ նորից կա գաղթ։ Իսկ երկրի համար ամենախոցելի պահը դա է։ Եթե գաղթ կա, ուրեմն անհնարին է այս երկիրը դեռ լավ լինի։ Հագնանում է օր-օրի ժողովրդի արտագաղթը, որը ինձ ամենատանջող հարցն է։ Կարամ մի քիչ սոված մնամ, բայց ժողովուրդը ստեղում մնա։ Հուսանք եւ եթե արտագաղթ կա, ներգաղթնել հուսանք որ կլինի։ Գուցե ավելի օրինական, ավելի հավասար, տնտեսական միջավայր։ Այդ առումով չէ, պարզ է, ոչ մի դրական ինչ-որ բան չտեսանք։ Տնտեսության համար էներգիա պետք է դրվի, թե ով պետք է դրի, չգիտեմ։ Փոփոխություններ անեին, հենց մեկը աշխատավարձի բարձրացման մասին այդ օրենքը որ հանեցին, բայց դուրս եկավ որ մենակ իրանց համար է։ Այնպես անեն, որ հայ ժողովուրդը լավ ապրի։ Որոշ տեղերում համալսարանի վարձերը բարձրացրեցին 100,000-ով, ինչքան գիտեմ, այ կուզեի որ դա էլ չլիներ, որովհետև 100,000 բարձրացել են, բայց ասել են աշխատավարձը ընդամենը 10,000 դրամով են բարձրացնում, ուրեմն թող 100,000 էլ աշխատավարձը բարձրացնեն։ Շատ մեծ ակնկալիքներ ունեմ նաև 2014 թվականի վերաբերյալ, հուսով եմ, որ ամեն ինչ ավելի ու ավելի լավը կլինի ու մեր ժողովուրդը էլ չի ուզի այստեղից գնամ։ Ճիշտ քաղաքականություն վարեին ու իրան ժողովրդի ներսում պահեին, չսարքեին օտարանդի, վտարանդի գցեին քյուչեքը։ Ես որպես արտադրող եմ հանդիսանում, արտադրում ես արտադրանքը չի վաճառվում, այսինքն չկա ներսում ժողովուրդ որ սպառվի։ Աշխատատեղեր բացվեին, որովհետեւ գործազուրկությունը պակասել երկրում եւ լավ հաջողություններ ունենանք։ Անդունդային տարբերությունը չլինի, որ մեկը շատ հարուստ է, որովհետեւ մեկը ուտելով է տրակում, մեկը չուտելով է մահանում։ Այդի վերանակ։ Պահանջվում է ավելի ճկուն քաղաքականություն ունենալ եւ մտածել առաջի հերթին ժողովրդի շահերի մասին, այլ ոչ իր շահերի մասին։ Այսինքն, եթե դուք սրտով վերաբերվեք ձեր ժողովրդի պահանջներին, որտեղ ժողովուրդը մի բան է խնդրում, որ լինի աշխատանք, եթե աշխատանք լինի, մարդիկ երբեք չեն լքի իրենց հարազատ երկիրը։ Ես կուզեի, որ այս մեր մարդիկ հավատով լցվեն։ Փաստորեն ես հիմա գնում եմ եկեղեցի, միակ բանն է, որ մնացել է մարդը հավատում, այս առաջ մենք հավատում ենք ղեկավարներին էլ։ Բարվոք լինի երկրի վիճակը, Ղարաբաղի հարցը քայլ առ քայլ, փուլ առ փուլ է դա կատարվելու։ Որևիցե մեկը թող չասի մի անգամից լինում, եւ եթե ամպը չգոռա, անձրև չի լինի։ Թանկացում չլինի, մի քիչ ժողովրդի մասին մտածեն, աշխատանքի մասին մտածեն, աշխատեն։ Ես այսօր մասնագետ տղա եմ, խառատ եմ սովորել, բայց այսօր տես չկա որ աշխատեմ։ Ակնհայտ է, որ այնպիսի բաներ են անում, որ ուղղակի ժողովրդի կեսից շատը հիմա Հայաստանում չի ցավոք սրտի, բայց դեռ կան մարդիկ հանձինս ինձ, որ հույսները չեն կորցնում, որ կարող է մի օր համախմբվենք ու ամեն ինչ շատ լավ լինի։ Կարևորը ուրախ անցկացնել, որպեսզի տարին լինի ուրախ։ Ես նոր տարուց մեծ ակնկալիքներ ունեմ։